Բարև ձեզ, եթերում Սպուտնիկ զրույցն է, ես Սուսաննա Հովհաննիսյանն եմ։ Հայաստանը հազարավոր հնագիտական և մշակութային արժեքների հայրենիք է, որոնց զգալի մասը մնում է ստվերում։ 100 հայկական թաքնված գանձեր նախագիծը նոր լույս է սփռում մեր երկրի ամենանշանավոր, բայց հաճախ անտեսված վայրերի վրա, դարձնելով դրանք հասանելի ինչպես լայն հասարակությանը, այնպես էլ ապագա սերունդներին։ Այսօր հյուրընկալել ենք Ամերիկյան համալսարանի զբոսաշրջության և հյուրընկալության մագիստրոսական սերտիֆիկատի ծրագրի տնօրեն, զբոսաշրջության ոլորտի փորձագետ Զարմինե Զեյթունյանին։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շատ կարևոր թեմայի պետք է անդրադառնանք, որովհետև չկա հայ, ով չհպարտանա մեր տեսարժան, պատմական, մշակութային ժառանգությամբ, բայց եւ կարծես ըստ արժանավուն ամենքս չէ, որ գնահատել ենք եւ բոլոր վայրերը չէ, որ ներկայացված են նախ եւ առաջ մեզ, հայերիս։ Այսպիսով այն նախաձեռնությունը, որին ձեռնամուխ եք եղել, երևի թե դժվար է գերագնահատել։ Եվ ինչպես ընդունված է ամենասկզբից, ինչպես միտք հղացավ այդ նման ազգանվեր, ազգանպաստ նախաձեռնություն ստեղծել։ Ծրագիրը 4 տարի առաջ է սկսվել, իրականում կովիդից մի քիչ առաջ սկսվեց, բայց հետո կանգ առավ, որովհետև գաղափարը երջանկահիշատակ դոկտոր Գրիգոր Արեշյանինն էր, որը եւ Ամերիկյան համալսարանում էր դասախոսում եւ հայտնի հնագետ, պատմաբան, նա ծրագիր ուներ Հայաստանի 100 հուշարձանները թվայնացնելու եւ մենք իրար հետ զրուցում էինք, թե ինչպես կարող ենք հնագիտությունը, պատմությունը եւ զբոսաշրջությունը, հատկապես այդ հուշարձանների շրջակայքում գտնվող համայնքները եւ համայնքներում առաջարկվող տուրիստական ծառայությունները միավորել, որպեսզի դարձնենք համապարփակ, անգլերեն ասում են holistic զբոսաշրջային փորձառություն։ Ցավոք սրտի 2020 թվականին հենց կովիդի առաջին ամիսներին նա մահացավ եւ որոշ ժամանակ կանգ առավ ծրագիրը, որից հետո մենք այդ նույն գաղափարը Ամերիկյան համալսարանը ներկայացրեց Լուիս Քրիստին Սիմոն Մանուկյանին, Մանուկյան Սիմոն հիմնադրամի տնօրենին եւ հատկապես դրա զբոսաշրջային բաղադրիչը շատ ոգևորվեց, որովհետև իրականում այո, մենք խնդիր ունենք մեր երկիրը չճանաչելու, մենք 24 կամ 25 հազար հուշարձան ունենք, բայց մենք գիտենք երևի միայն մի 50-60-ը, ես ընդհանուր ավելի իհարկե կան, որ պատմաբաններ, հնեաբաններ եւ այլն զբոսաշրջության մասնագետներ, որոնք ավելի շատ գիտեն։ Եվ սկսվեց այդ գաղափարը, թե մենք ինչպես կարող ենք այդ աշխատանքը Ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի հետ միասին ստեղծել մի այնպիսի պորտալ, այնպիսի տվյալների բազա, ես սրա անունը դրել եմ տվյալների բազա, որը կկարողանա ծառայել աղբյուր ոչ միայն զբոսաշրջության ինդուստրիայի համար, տուրօպերատորների, տուրգիդերի, հյուրանոցների, մարզային դեստինացիայի կառավարման կազմակերպությունների, բոլոր նրանց համար, ովքեր պատրաստում են որևէ ձևի մարքեթինգային նյութեր իրենց զբոսաշրջիկներին ներկայացնելու համար։ Հաճախ օգտվում են Վիկիպեդիայից, հաճախ օգտվում են ոչ այդքան վստահելի տվյալներից։ Սա այս աշխատանքը, որը մենք այս 4 տարի անում ենք, ինքը հիմնված է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտնականների կողմից հետազոտված եւ ներկայացված տվյալների հիման վրա, եւ այստեղ ներկայացրել ենք տարբեր ժամանակաշրջանների, նախաուրարտական, նախապատմական, բրոնզեդարյան, քրիստոնեական, միջնադարյան, կրոնական, աշխարհիկ հնարավոր ընտրել է դոկտոր Արեշյանն է ընտրել 100 հուշարձան, որոնցից շատերի մասին ես էլ եմ առաջի անգամ լսում, դրանք գուցե փոքրիկ առաջին հայացքից ոչ հիշարժան հուշարձաններ են, բայց ես ինքս այցելել եմ համարյա այդ չեմ ասի բոլորը, բայց մեծ մասը եւ զարմացել եմ, թե ինչպես կարելի է պատմություն պատմելու միջոցով, հետաքրքիր ներկայացնելու միջոցով, նույնիսկ այդ ավերակը, որ երբ դու գնում ես ու տեսնում ես օրինակ Քարաշամբի դամբարանը, որը կարծես ընդամենը քարերի կույտ է, բայց այստեղ հնագիտության ինստիտուտի կողմից 3D ռեկոնստրուկցիա է արված, թե ինչեր են այնտեղ գտնվել, ինչպիսի գտածոներ, ինչպիսի դամբարան է եղել։ Մենք միացրել ենք այդ ամենը,
ստեղծել ենք ուրեմն այդ շտեմարանը, շտեմարանից բացի ասեմ, որ պատրաստել ենք պատրաստի մարքեթինգային նյութերի համար տեքստեր, այսինքն ոչ թե թողել ենք միայն գիտական տեքստը, որը հետո տուր օպերատորը պիտի վերցնի եւ նույնությամբ դնի, այլ այդ տեքստը դարձրել ենք ավելի գրավիչ զբոսաշրջիկի համար։ Բացի դրանից հուշարձաններից մեծ մասը տուրիստական կայքերում չկար։ Հայտնի տուրիստական կայք կա TripAdvisor, մենք 100 հուշարձանից երևի մի 80-ը անձամբ մցրել ենք մեր թիմով TripAdvisor նկարներով, տեղեկատվությամբ, նույնիսկ աշխարհագրական տեղանքի տվյալներով, քարտեզով եւ այլն։ Այնպես որ այսօր այդ շտեմարանը, մենք ինչու ենք ասում շտեմարան, որովհետև սա ավելի շատ տուրինդուստրիայի համար է, բայց ես համոզված եմ, որ ցանկացած զբոսաշրջիկ մտնելով այս կայքեջը եւս կարող է գտնել անհրաժեշտ տեղեկատվություն, նույնիսկ մինչեւ ինչպես հասնել այնտեղ, այնպես որ լոգիստիկ, այնպես որ այս ես կարծում եմ սա մեր նվերն է ամերիկյան համալսարանի կողմից, նվերն է զբոսաշրջության հանրությանը։ Մի քանի այլ ծրագրեր էլ կան, որոնց մասին կարող եմ պատմել ըստ հաջորդականության։ Իհարկե, պարզապես ուշադիր լսում եմ ձեզ եւ հասկանում, թե որքան կարեւոր է, գիտեք, իհարկե շատ լավ կլիներ, որ պարոն Արեշյանը լիներ մեր կողքին եւ տեսներ ուրախանար, թե ինչ զարգացում է ապրում ծրագիրը, բայց ինչպես ասում են, ամեն ինչի ժամանակն ունի։ Եվ հիմա կարծես դժվար է գերագնահատել այս ծրագրի կարևորությունը, երբ հարևաններից ոմանք ասում են այս սարն իմն է, այս քարն իմն է, այս եկեղեցին իմն է, եւ այս ամենը այսպես հավաքագրել եւ հաստատել, նաեւ տեղայնացնել, կարծես խիստ անհրաժեշտությունը հենց հիմա էր հասունացել։ Պարզապես թվերի մասին խոսեք, ասացիք, որ ավելի քան 25,000 վայրեր ունենք, մեզ ավելի հայտնի կամ ավելի հանրաճանաչ վայրերը շուրջ 60-70 կամ 80-ն են, դուք առանձնացրել եք 100-ը։ Հետաքրքիր է ինչ սկզբունքով եք առանձնացրել, ավելի շատ պատմական, ավելի շատ մշակութային, թե հենց զբոսաշրջային ներուժն եք հաշվի առել։ Դոկտոր, ես այդ ընտրությունը այսպես ասած թողել ենք, իրականում արել է դոկտոր Արեշյանը եւ Հնագիտության ինստիտուտը։ 100-ներ իր կյանքի օրոք է ընտրվել։ Այո, իր կյանքի օրոք է հայտնվել։ Ներողություն, այդ 100-ի մեջ ներառված են մեզ հայտնի ուղղությունները։ Այո, իհարկե կան, որովհետև ի վերջո, քանի որ սա նաև զբոսաշրջության ինդուստրիայի համար է, եւ այդ հայտնի հուշարձանները այսպես թե այնպես միշտ ընդգրկված են երթուղիների մեջ, մենք մտածեցինք, որ ավելի լավ է մենք գիտահեն եւ վստահելի տեղեկատվություն տանք, Զվարթնոցը, Գառնին, Գեղարդը ամեն ինչ կա, բայց կան նաև ահագին անհայտ հատկապես վիշապաքարեր կան, մի քանի հատ դամբարաններ կան նաև պետրոգլիֆներ, լանջերին հսկայական դաշտեր կան պետրոգլիֆների եւ այնտեղ հետաքրքիր պատմություններ կան, որ Կոմիտասը ինչ որ մի ժամանակ ապրել է Բյուրականում եւ ինչպես է նա բարձրացել Արագածը եւ այդ պետրոգլիֆների հայտնաբերման մեջ ունի դեր եւ այնպես որ այն հուշարձաններն են, որոնք առաջին հայացքից իրենցից այդ վեհություն կառուցված չեն, բայց եթե դու պատմությունը կարդում ես եւ կարողանում ես մի քիչ էլ երևակայություն ունես, դու կարող ես նաև այդ հուշարձանը այցելել եւ հասկանալ այնտեղ ինչ է եղել։ Ընտրությունը եղել է, որպեսզի բոլոր մարզերում հավասարաչափ բաշխվածություն լինի եւ բոլոր մարզերից հնարավորինս ներկայացվի նախապատմական, urարտական, նախաքրիստոնեական, քրիստոնեական, միջնադարյան, ինչպես ասացի, քրիստոնեական եւ նաեւ աշխարհիկ կառույցներ, որոշ, ասենք, կամուրջներ, քարավանատներ եւ այլն։ Այնպես որ այդ հավասարակշռությունն ենք փորձել պահել։ Նաև օգտագործվել է ժամանակակից գերժամանակակից տեխնոլոգիաներ, եռաչափ պատկերներ, բարձր թույլտվությամբ պատկերներ, մի փոքր նաև տեխնիկական մասին խոսենք։ Այո, ես շատ տեխնիկական մարդ չեմ, ես տերմինները կասեմ, օրինակ
KMZ քարտեզներ են արվել այդ բոլոր հուշարձանների համար։ Բոլոր հուշարձանները նկարվել են վերևից եւ բոլոր կողմերից դրոնով։ Մեջը չենք մտել հուշարձանների սկանավորում, մեջը չենք արել, բայց վերևից եւ տարբեր կողմերից դրոնով նկարված են եւ բոլոր հուշարձանները եռաչափ պատկեր ունեն տարբեր շերտագրումներով։ Ինչու, որովհետեւ քանի որ ծրագիրը անում էինք այն գրանտով, որը մենք ստացել ենք, ինչպես ասեցի, հիմնադրամից, մենք նաև ուզում էինք, որ այս աշխատանքը օգտակար լինի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի համար։ Այդ տեխնիկական նկարագրությունները կամ տեխնիկական արդյունքները, որ ստացել ենք, դրանք բոլորը չեն, որ զբոսաշրջությանը այս պահին օգտակար են, բայց օգտակար են հնագիտության ինստիտուտին այդ տվյալները ամբողջությամբ ունենալու համար։ Այսինքն մի քանի վեկտորներով ենք աշխատել, այո։ Ծրագրի մեկնարկը կարելի ասել տրված է։ Իսկ ինչ է երբեք ակնկալում արդյունքը հատկապես հենց զբոսաշրջության ակտիվացմամբ։ Դեկտեմբերի 9-ին ժամը 11-ին ամերիկյան համալսարանում ուրեմն ներկայացնելու ենք այս ծրագիրը, որը հենց կոչվում է 100 հուշարձան, բայց մենք կայքեջը անվանել ենք Hidden Treasures, Հայաստանի թաքնված գանձերը։ Ես ներկայացնելու եմ, հրավիրվել են տուրօպերատորներ, տուրգիդեր, բաց հանրություն, տարբեր համալսարանների դասախոսներ, որոնք դասավանդում են զբոսաշրջություն, վաղը ամբողջությամբ ծրագիրը կներկայացնեմ եւ նաեւ քայլ առ քայլ կներկայացնեմ, թե ինչպես կարելի է օգտվել այդ հարթակից։ Ինքը շատ պարզ հարթակ է, բայց ես միևնույն է քայլ առ քայլ կանցնեմ եւ կներկայացնեմ։ Այսօր այդ կայքը գործում է անգլերեն, հայերեն, բայց ես աշխատում եմ նաեւ Armenian Volunteer Corps եւ Birthright Armenia հիմնադրամների հետ, որտեղից աշխարհի տարբեր ծայրերից հայ երիտասարդներ են գալիս այստեղ կամավորության։ Երիտասարդներից մեկը հիմա զբաղված է այս տեքստերը արաբերեն թարգմանելով, շատ շուտով կունենանք նաեւ արաբերեն տեքստերը, դպրոցականներ են, որոնք են ինձ հայերենը խմբագրել, եւ նաեւ էլի ունեմ կամավոր Անգլիայից, որը հիմա սոցիալական կայքերում Instagram եւ Facebook այս հուշարձանների ծրագրի սոցիալական կայքեջերի գովազդմամբ է զբաղվելու, այնպես որ որոշել ենք, այսպես ասած, ամբողջովին դաշտը գրավել եւ սա նաեւ ասեմ առաջին հերթին հենց մեր տեղացի զբոսաշրջիկին կամ մեր բնակչությանն է վերաբերում, ինչպես որ դուք ասացիք, մենք ինքներս չգիտենք, իսկ երբ որ մի բան չգիտես, դու չես կարող ներկայացնել, սիրել եւ չես կարող ճիշտ ներկայացնել։ Սա իմ խորին համոզմունքն է, որ մենք ուզում ենք անպայման Հայաստանը ճանաչելի դարձնենք աշխարհին, բայց մենք ինքներս չենք ճանաչում եւ չենք սիրում։ Ես շատ հաճախ եմ լսում, որ Հայաստանում ինչ կա լավ մի երկու հատ ավերակ եկեղեցի, մենք մինչև սրա վրայով չանցնենք, մինչև չգնահատենք, չարժևորենք այնինչ որ ունենք, եւ սրա պատճառներից մեկը, որ չենք արժևորում, որովհետեւ տեղեկատվություն չունենք։ Այդ տեղեկատվություն չունենալու պատճառով ես մեծ հույս ունեմ, որ այս կայքեջը հարթակը հնարավորություն կտա լայն հանրությանը եւս մտնել, ուսումնասիրել ամեն հուշարձան։ Մենք ունենք նման ծրագրեր իհարկե, կա մշակույթի, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի նախարարության ներքո գործող հուշարձանների պահպանության պոակը, որը նաեւ ունի հուշարձան AM կայքը, եթե չեմ սխալվում, իրենք էլ ունեն այդ բոլոր հուշարձանները, բայց մենք փորձել ենք իրենց ավելի գիտական հենքի վրա է, մենք փորձել ենք մի քիչ ավելի, ասում են user friendly, օգտատերերի համար ավելի հեշտ դարձնել իրենց ուզած ինֆորմացիան ճիշտ ձևով գտնելու համար։ Այքանի որ նշեցիք, որ մատուցման ձևը հանրամատչելի է եւ մի քանի ուղղություն արդեն նշեցիք, դա եւ զբոսաշրջությունն է եւ գիտական ասպարեզն է, պատմական, մշակութային, իսկ կա արդյոք ծրագիր դպրոցներում ներառել որպես կրթական ծրագրի մի մաս։ Շատ հետաքրքիր գաղափար եք հայտնում, ես այսօր ուրախ եմ, որ եկա հարցազրույցի, որովհետեւ նոր գաղափար է, որի մասին մենք չենք մտածել, բայց իհարկե գաղափար է, որը կարելի է նաև իրականացնել, այսինքն հանրայնացնել կայքեջը, որպեսզի այո, եւ դպրոցներում, եւ համալսարաններում երիտասարդները կարողանան դրանց հետ ծանոթանալ։ Գաղափար է, որ անպայման նախարարությանը
կարելի է ներկայացնել։ Վաղվա արդեն պրեզենտացիայի ավարտից հետո մենք անցնենք հաջորդ իրականացման փուլերին, որովհետև 4 տարի տքնաջան աշխատանք է վարվել, որ ամեն հուշարձանը իր ճիշտ GIS կոորդինատները ունենա, այսինքն շատ լուրջ աշխատանք է տարվել, հիմա արդեն սկսենք դրա հանրայնացմամբ զբաղվել։ Դա շատ կարևոր փուլ է, ինչպես ասում են, հաղթանակին հասնելը երևի թե այնքան բարդ չէ, որքան պահպանելը։ Հիմա տարածելը դա ձեր գործի շարունակությունն է եւ քանի որ հանրամատչելի է, կարծում եմ, հենց դպրոցական տարիքից երեխաները եւ ինչու ոչ նաեւ ծնողները, ովքեր որ շատ ծնողներ դասերը պատրաստում են, երեխաները պատրաստում են ծնողների հետ եւ սա դարձյալ կրթական շատ ընդարձակ ծրագիր է։ Նշեցիք, որ եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը բացահայտված վայրերի այցելել եք, իսկ որից եք տպավորված, խոսքը իհարկե նոր բացահայտումների մասին է։ Գիտեք ինչ, նոր բացահայտում չէ, բայց շատ տպավորված եմ եւ կարծում եմ շատ լուրջ հանրահռչակման կարիք ունի, բայց նաեւ պաշտպանության կարիք ունի Ագարակի հնավայրը, որը մի 6-7 տարի առաջ եմ այցելել, Գյումրու ճանապարհին է, աշտարակից մի քիչ այն կողմ, ճանապարհի երկու կողմերին, կարծեմ հիմա նախարարությունը ինչ որ աշխատանքներ է անում այնտեղ, որտեղ ինքը ոչ պահպանվող տարածք է, Քուր Արաքսյան քաղաքակրթության ժամանակվա բնական քարերի մեջ գինու հնձան է եւ նաեւ ունի քարանձավներ, որտեղ քարայրեր, որտեղ կարող ես մտնել եւ այնտեղ կարող ես մի երգ երգել, որը ամբողջ դաշտավայրով մեկ հնչում է, իսկ վերևում տարօրինակ փոսեր կամ փորված, որ եթե դու չիմանաս այնտեղ ինչ է եղել են երևի ինչ որ ծիսական արարողությունների համար վայրեր, կլոր քարեր կան եւ հնագիտության ինստիտուտից նաեւ ինձ տրամադրեցին այն բոլոր գտածոների նկարները, սկսած կմախքներից, կանացի են մայրության, այսպես ասած, այդ խորքի քանդակներից, թե ինչեր են այնտեղ հայտնաբերվել, բայց այսօր եթե դու առանց իմանալու գնաս այնտեղ, ուղղակի նույնիսկ չես իմանա, ես կարծում եմ մենք բոլորս Գյումրի գնացել ենք, ոչ ոք շատ քիչ մարդ կա, որ գիտի որտեղ է այդ հնավայրը, ես կարծում եմ, որ ինքը մեր եթե մենք խոսում ենք Վայոց ձոր, Արենի 1, շատ հետաքրքիր է, բայց Արագածոտնը պակաս չէ եւ ընդհանրապես Արագածոտնի վիշապաքարերը եւ նաեւ պետրոգլիֆների դաշտերը Արագածի լանջերին ինձ համար Երևանին շատ մոտիկ, բայց նաեւ շատ հետաքրքիր հայտնագործություններ են եղել, մանավանդ ինչպես ասեցի, հետո գտանք հնագետներից մեկը ինձ ուղարկեց 1919 թվականին տպված ամսագրերից մեկը, որտեղ Կոմիտասի մասին էր, թե ինչպես է Կոմիտասը Արագածի գագաթները բոլոր բարձրացել եւ այնտեղ կանգնելու երգել եւ ինչպես է հայտնաբերել, ես կարծում եմ այս պատմությունները բոլորը պիտի դառնան այդ հուշարձանների անբաժան մասը։ Իհարկե, ապագայում շատ անելիքներ կան եւ այն նյութերը, որ արդեն հայտնաբերել եք դեռ յուրացնելու, ներկայացնելու ճանապարհ պետք է անցնեն, բայց կարելի է ենթադրել, որ հետագայում կամ ապագայում այդ 100-ը կլայնանա, կշատանա եւ 100-ը գուցե դառնա 150 Ես շատ կուզեմ, որովհետեւ մենք մի քանի ծրագրեր ունենք, որոնք ինձ համար դեռ անավարտ են, օրինակ ես շատ կուզեի օգնել Մեծամորի հնագիտական հնավայրին եւ իրենց նշանները թարմացնելու, աուդիոգիդեր պատրաստելու, վիրտուալ գիդեր, օրինակ հիմա մենք արեցինք Ամբերթի համար։ Ամբերթի համար ունենք հայերեն, անգլերեն, ռուսերեն աուդիոգիդ, որը հենց կայքեջում է Ամբերթի տակ, բայց նաև պատրաստել ենք մեծ նշան, որը նվիրում ենք Ամբերտ Պոակին, Ամբերտը շուտով կտեղադրի, որտեղ քարտեզ է, քարտեզագրված մասնագետներն են աշխատել եւ տակը QR կոդով կարող ես միանալ եւ լսել Ամբերտի աուդիոգիդը, որը սովորական աուդիոգիդ չէ, ավելի թատերականացված է, երբ հաղորդավարը խոսում է զբոսաշրջիկի հետ, որ ասում է այստեղ կարող ես հիմա քարին նստել, նայել աջ, եթե աջ նայես կտեսնես, հետո այնտեղ ասենք ձիերի ձայներ են գալիս, որ չգիտեմ որ դարում
երբ ասպատակում էին, ահա այսպեսի դեպքեր են տեղի ունեցել, մենք փորձել ենք թատերականացված աուդիոգիդ։ Շատ կուզեի տարբեր հուշարձանների համար դա անել, կուզեի հուշարձանների քանակը ավելացնել եւ նաեւ ավելի այսօրվա նորարարական տեխնոլոգիաները, որոնք մենք այսօր կիրառել ենք, որոնք ավելի հնագիտության ինստիտուտի համար արժեք ունեն, նաեւ բերենք դեպի զբոսաշրջային դաշտ։ Այս պահին դեռ այսքանն ենք արել, բայց ես մեծ հույս ունեմ, որ կգտնվեն ուրեմն ֆոնդեր կամ հնարավորություններ հետագայում այս ծրագիրը շարունակելու համար, որտեղ ինչպես ասացի 25,000-ը չգիտեմ ինչպես կկարողանանք թե չէ, միջև կյանքի վերջ աշխատանք է, բայց որ 100-ից պիտի անցնի, դա հաստատ։ Այո։ Ահռելի աշխատանք է արվել, դրանում կասկած չկա եւ այդպես է լինում, երբ նվիրալներ են գործին լծվում եւ արդեն տեսնում են ապագան, թե այս փուլից հետո որն է հաջորդելու, հաջորդ անելիքը որն է։ Բացի այս նախագծից ասեցիք եւս նախագծեր կան, մի փոքր էլ այդ մասին խոսենք։ Անպայման ամերիկյան համալսարանում ես աշխատում եմ եւ որպես ծրագրի ղեկավար զբոսաշրջության եւ հյուրընկալության, բացի դրանից ներկայանում եմ որպես բիզնես կապերի կոորդինատոր, դա նշանակում է մենք փորձում ենք ամերիկյան համալսարանի հատկապես բիզնես բաժնի ավարտական աշխատանքները, դասընթացների ժամանակ աշխատանքները անել իրական կազմակերպությունների կամ իրական կարիքների վրա հիմնված։ Եվ այս տարի Իջևանի քաղաքապետարանի հետ եմ աշխատել լրիվ այլ ծրագրով, իրենք ունեին տվյալների բազա, հետազոտություն, 500 հոգու հետազոտություն, որոնք հարցեր էին տվել, թե ինչքան է ձեր գոհունակության աստիճանը, տավուշ այցելելուց, որտեղ եք մնում, այսինքն զբոսաշրջային հարցեր էին տվել։ Ես իրենց առաջարկեցի, որ մենք այդ տվյալները վերցնենք եւ մեր մագիստրոսական ծրագրերից մեկի ուսանողները իրենց ավարտական աշխատանքը արել են հենց այդ 500 տվյալների բազայի վրա, մաթեմատիկորեն, կլաստերային մեթոդներով, ֆորմուլանելով, որոնց ես էլ որ հիմա նայում եմ, նույնիսկ չեմ հասկանում ինչ են արել, բայց մենք ստացել ենք տավուշի իդեալական զբոսաշրջիկի պրոֆիլը, ինչպիսին պիտի լինի ամենաեկամտաբեր եւ նաեւ մշակութապես մեզ համար ամենաձեռնտու, որովհետեւ ֆինանսական, ասենք շատ ծախսող զբոսաշրջիկ դեռ չի նշանակում մշակութապես մեզ հարազատ զբոսաշրջիկ, իսկ ես կարծում եմ, որ զբոսաշրջությունը դա առաջին հերթին մշակութային փոխանակություն է, եթե դու քո այդ միսիան չես կատարում, որ բերես այնպիսի զբոսաշրջիկ, որը դառնա քո երկրի դեսպանը, այլ միայն գումար ծախսի եւ սպառի, սա կլասիկ իմաստով զբոսաշրջությանը դեմ է, կարող է շատ տարօրինակ բան եմ ասում, բայց սա իմ կարծիքն է, եւ մենք մշակել ենք այդ զբոսաշրջիկի պրոֆիլը գիտահեն տվյալների հիման վրա, որը մենք եւս վաղը կներկայացնենք շատ կարճ, ինչու համար, որպեսի խրախուսենք տարբեր դեստինացիայի կառավարման կազմակերպություններին, կառավարությանը, զբոսաշրջության կոմիտեին, որոնք եւս այնտեղ կլինեն, որպեսի եթե նույնիսկ 300-ից 500 հոգու տվյալ կարողանան հավաքել, ապա մեր ուսանողները ամեն տարի կարող են տվյալահեն, մաթեմատիկորեն, գիտականորեն տալ մարքեթինգի համար անհրաժեշտ բոլոր ելակետային տվյալները, որոնք ոչ թե կլինեն ուղղակի ենթադրություն, ես ենթադրում եմ, որ մեր զբոսաշրջիկը ֆրանսիացի է կամ ես ենթադրում եմ, այլ ենթադրություն չի, այլ կոնկրետ թվերի վրա հիմնված։ Վաղը մեր ուսանողները դա եւս կներկայացնեն եւ ես կարծում եմ սա հրավիրված են մեր բոլոր այցելավայրի կազմակերպությունների տնօրենները, հրավիրել եմ նաեւ Տավուշի դեստինացիայի կառավարման կազմակերպության տնօրենին, Իջևանի քաղաքապետարանը, որպեսզի, ինչպես ասեցի, խրախուսենք, որ մի քիչ ժամանակ ծախսենք 500-1000 հոգու տվյալ հավաքենք եւ մենք ձեզ կարող ենք գիտական հետազոտությամբ պարզել եւ ասել, ցույց տալ, թե ինչպիսի զբոսաշրջիկի ետևից պետք է ընկնել, եթե շատ ժողովրդական ասեմ։ Շատ հետաքրքիր է եւ այս ծրագրում նաեւ շատ կարեւոր մաս է կազմում, որ այն կենտրոնացված չէ մայրաքաղաքի վրա եւ ընդհանրապես հավասարաչափ ներգրաված են եւ ընդգրկված են բոլոր մարզերը, թե
զբոսաշրջիկի համար, թե ինչպես ես կրկնվեմ, որ շատ բան կա, որ դեռ մենք պիտի ճանաչենք, իմանանք, ուսումնասիրենք, այնքան պատկերավոր նկարագրեցիք կայքը, ես կարծում եմ, որ շատերը արդեն ցանկություն կունենան այցելելու, տեսնելու, նույնիսկ անցնելու այդ վիրտուալ զբոսավայրը, իսկ մտավախություն չկա, որ այդքանով կարող են հանկարծ սահմանափակվեն։ Տեսեք, նկարագրեցիք, որ դերասանական կամ թատերական մատուցմամբ զբոսավարը մեկնաբանում է կամ նկարագրում է այդ զբոսավայրը, ինչպես բալանսը պահել, որ դիտեն եւ հետո ունենան ցանկություն գալ իրական տեսնել։ Դուք ավելի հայաստանցի զբոսաշրջիկի մասին եք խոսում, թե արտասահմանցի, որտեղ իրենց վարքագիծերը, հետաքրքրությունները մի քիչ տարբեր է, որովհետև եթե արտասահմանցի զբոսաշրջիկը որոշում է Հայաստան գալ, մեծ մասը, հատկապես գուցե ասեմ արևմտյան Եվրոպայից, իրենք հենց այդ ինտելեկտուալ հարստացման համար են գալիս, ինտելեկտուալ ստիմուլի համար են գալիս Հայաստան, իրենք արդեն նախօրոք ուսումնասիրում են եւ իրենք հետաքրքրված են պատմությամբ, մշակույթով։ Նույնիսկ եղել են խմբեր, որ եկել են այստեղ եւ իրենց ուղեկցել է գիդը, հետո խնդրել են, որ արդյոք հնարավոր է, որ մեզ ուղեկցի պատմաբան, որովհետեւ շատ ավելի խորն են ուզում ուսումնասիրել։ Մենք, ես ինչու եմ տարբերում Հայաստանի հայերը, այո, մենք խնդիր ունենք ավելի լավ ճանաչելու, ավելի գնահատելու եւ ավելի այցելելու։ Տեսեք, մեր նպատակը սա հենց տուր օպերատորներ, շատ հիմա մենք տուր օպերատորներ ունենք, ովքեր կազմակերպում են հենց տուրեր ներքին զբոսաշրջության համար։ Հուսով ենք, որ այս նյութերը օգտագործելով կարող են շատ ավելի շահագրգռել ներքին զբոսաշրջիկին, այնպիսի տեղեկատվություն տրամադրել, այնպիսի գրավիչ ձևով ներկայացնել, որպեսզի ներքին զբոսաշրջիկը ուզենա ճանապարհորդել։ Եվ քանի որ սոցիալական կայքերն ենք հիմա ակտիվացնելու Instagram եւ Facebook, կարծում եմ ամեն հուշարձանի մասին ես հաշվել եմ առնվազն 7-ից 10 կարելի է գրառում անել լրիվ առանձին, այսինքն մեկը 10 հետաքրքիր փաստ հուշարձանի մասին, մյուսը, չգիտեմ, ովքեր են առաջինը հայտնաբերել, երրորդը, ասենք, ուշագրավ ինչ որ պատմություններ։ Մենք հիմա աշխատում ենք, ինչպես ասեցի, եւ շատ շուտով ես կարծում եմ, որ մենք փորձենք ընդլայնել, որ ընդհանուր մեր Facebook-յան հասարակությունը, Instagram-յան հասարակությունը նաև հնարավորություն ունենա ոչ թե միայն գիտական նկարագրություն կարդալ, այլ այնպիսի հետաքրքիր նարատիվներ, այնպիսի տեքստեր, որը իրենց կհետաքրքրի ի վերջո այցելել։ Ասել, որ շատ շնորհակալ գործ եք անում, կնշանակի ոչինչ չասել, որովհետև հանրահռչակել այսօր այն ինչ որ մենք ունենք, նաև ճանապարհին ինքներս մեզ համար բացահայտումներ անելով անխոս շատ կարևոր է։ Ես ուզում եմ հաջողություն մաղթել ձեր նախագծին, վստահ եմ, որ այն շատ մեծ ու երկար ճանապարհ ունի անցնելու, բոլորին երկար կյանք, ինչպես ասացիք, մեկ կյանքի ընթացքում հնարավոր չէ ամբողջ մեր ժառանգությունը գնահատել, թվայնացնել, թվագրել, բայց չէ որ սա արվում է նաև գալիք սերունդների համար։ Իսկ վստահ եմ, որ նաև ճանապարհին դաստիարակվում են արժանավոր հետևորդներ։ Ձեզ շատ շնորհակալություն հարցազրույցի համար, այո, շատ կարևորում եմ նախաձեռնությունը, ես համոզված եմ նման նախաձեռնություններ էլի կան եւ էլի կլինեն, ես բացառիկության մասին չեմ խոսում, բայց կարծում եմ ամեն մեկս իր կարողացածի չափով պիտի մեր այս հարուստ մշակույթը եւ հարուստ ժառանգությունը այնպես անի, որ մտնի մեր ժողովրդի ԴՆԹ-ի մեջ, որովհետև առանց դրա մենք այսօր խոսում ենք ուժեղ ամուր հայրենիք կառուցելու մասին, դա առաջինը գալիս է ճանաչելիությունից, որպեսզի ճանաչես, հետո սիրես, հետո ուզենաս պաշտպանել։ Իրենք մի հարթություն, այսինքն հերթական քայլեր են։ Եվ տարածել իհարկե։ Այո։ Շնորհակալություն ձեզ, ես հիշեցնեմ մեր ունկնդիրներին, այսօր հյուրընկալել էինք Ամերիկյան համալսարանի զբոսաշրջության եւ հյուրընկալության մագիստրոսական սերտիֆիկատի ծրագրի տնօրեն, զբոսաշրջության ոլորտի փորձագետ Զարմինե Զեյթունցյանին։ Ձեզ հետ է Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։